Եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը։ Արդյոք ինքն է այն մարդը, որը դրանով զբաղվելու իրավունք ունի, էլ չեմ ասում կաթողիկոս հանելու եւ նորին նշանակելու։ Փաշինյանը ոչ թե կաթողիկոս փոխի, նույնիսկ ամենահասարակ հոգևորականին իրավունք չունի նա գործից ազատի կամ էսանի կամ էնան։ Մի քանիսին էլ հեղափոխել է, տարել է վախացրել է կամպրամատներով բանով, վերակալ է իր կողքը, որ նրանց հետ պայքարի կաթողիկոսի դեմ, բայց չի կարենալու, ոչ մի բան չի կարենալու ան։ Դա ամենասխալ բանն է։ Դա ոչ թե եկեղեցուն են բանանում, դա հայ ազգին են բոլորին ճնշում։ Ուզում են թուրքացնեն, բայց այդպիսի բան չի եղել։ Չէ, ոչ մի բան էլ իրանք չունի։ Ինքը առաջինի հիմա դատախազա, հանդատավորն է, այդ դատավորները բոլորը պետք է կանեն սուդի դատարանի առաջ։ Պետք է բոլորը պատասխանեն։ Մի հատ դատարանել դատավոր, ոչ մեկը իրեն պաշտոնը չի զբաղեցնում։ Այդ բոլորը պետք է պատասխան տան։ Իհարկե որ չունի, ոչ մի դեպքում էլ պետք չի նա իր ձեռքերը կեղտոտ ձեռքերը եկեղեցուն հասցնի։ Չէ, իրանք չունի։ Դե որովհետև նա ոնց ասած, պետությունա պետության մեջ, իմ կարծիքով եկեղեցուն կպչել պետք չէր։ Եկեղեցուն։ Չէ, ինքը իրանք չունի տենց գործել անի։ Ոնց իրանք ունի։ Իրանք իրանց մեջ են գործ բան անում։ Հավատացյալներն գիտեն ինչ են անում, ոնց են անում։ Նա ինչ գիտի։ Աշխատել այդ բնակաբարը։ Այդ որ մենք քրիստոնյա ենք դրա համար ենք գոյություն պաշտպանում, էլի որ կանքանի։ Որ քրիստոնյա չլինենք, մի վաղուց չկայինք։ Եթե մարդը կպնում է արդեն մեր հավատին, հայ առաքելական եկեղեցուն տարիներ շարունակ ոչ մեկը չի կպել եւ ոչ մեկը ճուլան չի անվանել դրան, անկախ ամեն բանից։ Եթե մարդը կպչում է արդեն հավատքին ու սրբությանը, մյուս հարցերը ավելորդ քննարկել։ Ինձ թվում է բոլորի համար բարձա ոչ իրավունք չուներ կպնելու։ Իսկ մի շարք մարդիկ, որ արդեն չգիտեմ ինչի առումով պաշտպանում են կամ ասում են, որ սենց իրոք սարքել էին այս կաթողիկոս երեխա եւ այլն, նա իր անձնա, ուզմա թող երեխա ունենա, այս կյանքը մի անգամ է տրվում մարդուն, բայց մենք հավատացել ենք եւ գնացել ենք աղոթքի։ Թող չափականեն մեր հայ ժողովրդի բարձր որակը։ Քրիստոնյա մարդիկ ենք մենք չի կարելի։ Իսկ եթե նրանց այդքան արդեն մուրն են քսում, այդքան պատերին են տալիս, բաներ անում, բան մեկը չկա, բա ասի, բա դու, ես ինչ արեցիք, ես ինչ կատարվեց, ես ինչ եղավ, շատ վատ է, շատ վատ։ Ես ճիշտ ասած, շատ վատ եմ զգում, եկեղեցու հետ ինչ գործ ունի, գիտեք ինչ, ամեն թերություն էլ մարդը ունի, 100%-անի մարդ չկա, նույնն է եկեղեցու սպասավորները, հնեն չի որ 100%-անի պետք լինեն, բայց ինչ գործ ունես, դու ջերգիրը ղեկավարի, նրանք էլ առանցին իրանց համար ինչ ա եղել, խառնեցիր, ամեն բան չէ որ կարելի է սաղ աշխարհով մեկ տարածել մեր երկրի։ Եկեղեցու այդ ներսի գործընթացը պետք չէր հանրային։ Իհարկե պետք չէր, իհարկե, ոստ է, բայց այդ ոնց է որ մեկ խոսում ենք, հպարտանում ենք, առաջի քրիստոնյա երկիրն ենք, 301 թվին ընդունեցինք մենք քրիստոնեությունը պետականորեն, բայց հիմա ինչ է նշանակում, գնում եք եքա շքա խնգով հավաքվում, անաշրջապատում եք եկեղեցի, ոնց կարելի, չի կարելի։